Այստեղ նաև մի հետաքրքիր պարադոքս է ստեղծվում, անկախ հարցումներից, հաշվի առնելով տարբեր բողոքի ակցիաներն ու հասարակության շրջանում առկա դժգոհությունը, մարդկանց չի գոհացնում երկրի ներքին եւ արտաքին քաղաքական ընթացքը, բայց միևնույն ժամանակ կարծեք թե չի աճում նաև ընդդիմության վարկանիշը։ Ինչով է սա պայմանավորված։ Ես կարծում եմ, մենք խոսեցինք, որ գործող իշխանությունները ունի իրենց խնդիրներ, իրենց խնդիրները ունի, հա, բայց նաև կան խնդիրներ ընդդիմադիր դաշտում, հա։ Մենք նախ տեսնում ենք ամենապրոբլեմատիկ է, ես կարծում եմ դա նաև, որ ընդդիմադիր դաշտում կան դաշտի, այսպես ասած, գզվռտոցներ, հա։ Մենք տեսնում ենք այսպիսի թիրախավորումներ հանրապետականը Քոչարյանական թևին, Քոչարյանական թևը Սերժ Սարգսյանի թևին, իմ համար դա անհասկանալի է, միգուցե իրանք գիտեն դա ինչով է պայմանավորված։ Բացի դրանից, ճիշտ եք ասում, հասարակությունը շատ դեպքում չի տեսնում այն քաղաքական ուժը եւ այն կուսակցությունը, որին կարող է հարել կամ իր խնդրով գնալ դիմել կամ համաձայնվել այն գաղափարներին, որոնք կղացնում են քաղաքական կուսակցությունները։ Ի դեպ, ես պետք է նշեմ, որ մենք նայում ենք դաշտը, հուսամ դա կփոփոխվի, մենակ եթե նայում ենք քաղաքական դաշտը, այսօր կա երկու ըստ ինձ քաղաքական ուժ, որոնք որ ունեն հստակ գիծ, այսինքն շատ հեշտ կարողանում ես կարդալ, թե իրանք ինչ են ասում, ինչ են ուզում եւ ինչպես են պատկերացնում։ Առաջին դա քաղաքացիական պայմանագիրն է, իրենց խաղաղության օրակարգով, այսինքն մարդիկ հստակ ասում են, մենք ունենք խաղաղության օրակարգ եւ այսպես ենք պատկերացնում, այդ օրակարգը կարելի է համաձայնվել, կարելի է չհամաձայնել, կարելի է քննադատել, կարելի է չքննադատել, դա ուրիշ բան է։ Երկրորդ կուսակցությունը, որը որ եւս ասել է, որ մասնակցելու հավաքներին, դա որքանով էլ դա զարմանալի չի, դա դոկ կուսակցությունն է, որը ունի հստակ էլի մոտեցումներ։ Մենք գալու ենք պատժենք նախկիններին, տարբեր պատիժների ձևեր է նշում, զարմանազան, հա, բայց դա հստակ բեսիջներ է եւ Արցախի հարցի հետ կապված ունի հստակ դիրքորոշում։ Հիմա ի տարբերություն այս երկու, այսպես ասած, կուսակցությունների, այլ կուսակցությունների մոտ այդ մեսիջները բավականին ամորֆ եւ ոչ հստակ են։